Խորզարարելիքի եթերում վերաթարցող կապիտալ հաղորդումն է։ Մենք խոսում ենք հայրենադարձների հետ հայրենադարձության մասին։ Այսօրվա մեր հյուրն է Հիլդա Յակոբյան, ողջույն Հիլդա ջան։ Ողջույն, շատ շնորհակալություն որ հրավերի համար։ Հիլդա ջան, մենք գիտենք որ դուք վաղուց եք Հայաստան, բայց մի հատ բացատրեք երբ եք եկել, ինչի համար եք եկել, գիտեմ որ Սիրիայից կամ դուք ասեք որտեղից եք հայրենադարձել։ Այո, Սիրիայից ենք եկել, Դամասկոսից հենց, արդեն 14 տարի ստեղ ենք։ Դրա համար արդեն Երևանցի կարող եմ ես ինձ սեվել։ Այն ժամանակ միշտ ունեինք նպատակներ ստեղ գալու, միշտ ամառները գալիս էինք, բայց երբ որ արդեն շատ վատ եղան, մեր պլանները մի քիչ առաջ գցվեցին ու ավելի շուտ եկանք, բայց ինձ շատ լավ եղավ, որ մենք եկանք։ Ամեն չարիքի մեջ բարիք կա, այնտեղի բادرազմը ցեզ մղեց, չնայած ես գիտեմ ծեր ընտանիքը առանց բادرազմի էլ գկար հաստատ, բայց այդ որոշումի մեջ դուք փոքր էիք։ Հա, ես ծնողներն էին որոշել, հա, դա քրքիրա ես 16 տարեկան էի։ Հա, դե կարող է մի քիչ գաղափարներ ունենայիք, բայց ճիշտ է 16-ին է դժվար է քալը, ասեմ ցեզ, հյուրեր են ունեցել, որ 16 տարեկան իրենց երեխու բաժարով իրենց բարեկամները հետ են վերադարձել, որովհետև ինքը չի ուզել ու դա խրթին վիճակ է, որով չես էլ կարող շատ բնտել որ մնա, բայց դրանք որ շատ են Հայաստան եկել ու դան մեջ դաստիարակությունը լրիվ ուրիշ է եղել, շատ սահուն անցել են իրենց հայրենադարձության։ Դուք բաթում եք ինչպես է եղել, եկաք առաջին դարին, ինչպես էր, ինչպես համագերբվեցիք, ընկերներ թողեցիք այնտեղ, վերադարձաք, ինչպես է։ Իրականում շատ հետաքրքիր է, քանի որ ուրիշ մի հատ podcast էինք արել 3 աղջիկով, էլի հայրենադարձ ու խոսում էինք ով երբ է վերադարձել թինեյջ ժամանակ, ավելի մեծ, ավելի փոքր, թինեյջ ժամանակ, որ ասում են, երբ որ վերադառնում են, այդ ամենադժվարն է, քանի որ այնտեղ ընկերներ ունես, արդեն այդ տարիքային, երբ որ բան ես լինում, արդեն ուզում ես մնաս քո ընկերների հետ, այդ հորմոնալ արդեն փոփոխությունները որ կան, բայց հետաքրքիր է, որ ինչքան դարբեր թեգուզ նույն տարիքի ժամանակ որ եկել են, ինչքան դարբեր մտածելակերպ եւ ապրումներ ունեցել են վերադարձ հետ գալու։ Գիտեք ինչ է դան մեջ դաստիարակությունը պլյուս որ շատերը որ ամեն ամառ եկել են։ Այո։ Դա էլ շատ կոկներ։ Հագարակ անոր որ մարդիկ միանգամից գալիս են առանց ոչ մի այցի կամ մեկ այցով այնտեղ մի քիչ փախումները շատ են, բայց դան դաստիարակությունը որ ծնողքը ոնց է բացատրում քեզ, գնում ենք այնտեղ ինչ անելու, աբակայի մասին բացատրելը, վերջը շուտով ստեղ միջավայր գտնելն է շատ կարևոր է։ Ծնողներ գա որ գալիս են ստեղ շուտով շփվում են մարդկանց հետ, շուտով ընտանիքների հետ շփվում են, հետևաբար բզդիկներն էլ դրանց բզդիկների հետ շփվում են ու շուտով ստացվում է, բայց եթե պիտի կա ստեղ մի անգամից չանես այդ սոցիալ շփումները երեխայի համար էլ շատ դժվար է։ Ձեր մոտ սահուն էր, դուք երկու երեխա եք։ Հա, ես ու աղբերս Լևոնը, եղբայրս, շատ սահուն էր մեզի համար, չնայած որ իհարկե բան լեզուի խնդիր սկիզբը կար, չէինք հասկնար իրար կամ այսինքն այդ բաները կար, ինչպես շատերի մոտ, բայց այդ իմ համար շատ ավելի հեշտ էր, քան Լևոնի համար։ Լևոնը մի քիչ ավելի ժամանակ տևեց, որ սկսի հասկանալ։ Բայց շուտով դպրոց գացիք դուք հավանաբար 16-ով դպրոց մտաք։ Հա, ես արդեն 17, այսինքն ես համալսարան պիտի ընդունվեի, մեկ տարի ես ստեղ դպրոց չեմ գնացել, չէ, Լևոնն է գնացել ստեղ։ Մի անգամից համալսարան։ Ու հետո ես մի անգամից ամերիկյան, հա, բայց մի տարի դեռ undergraduate-ը չկար, բակալավրը չկար ամերիկյանում, այն ժամանակ առաջի տարին էր, որ սկսել էին undergraduate program-ը ու ես առաջիններն եմ։ Ոնց էր այդ համալսարանի մթնոլորտը առաջին տարին ուրախ էիք թե համեմատում էիք Սիրիայի հետ։ Գիտեք ոնց էր հետաքրքիր էր որ ամերիկյան էր, բայց ես երևի որ եկել էի, ես շատ շփվող, բանված, շատ եմ խոսում, միանգամից մոտիկանում եմ, ու տենց եմ միշտ եղել իմ բնավորությունը, հա, իմ բնավորությունը, իմ տեսակը տենց է եղել, ու ստեղ երբ որ գնացի ավելի մանավանդ աղջիկները շատ փակ էին, ու ես երևի ուրիշ
պատկերացում ունեի, որ ամերիկյանը ավելի պիտի մի քիչ ավելի բաց լինի մտածելակերպը, ավելի sense հանգիստ լինի, շփվող լինեն։ Դրա համար sense ես միշտ այդ դերի մեջ էի, որ Փոխեցիք միջավայրը բայց գիտեք հա շատ միանգամից ընդունեցին դա ոչ թե որպես ինչ որ վայ տեսեք էս ինչա էսով է եկել ինչա անում էս հա միանգամից sense ավելի ես որ հանգիստ էի ամեն մեկի հետ վերաբերվում ու sense թվում էի որ okay like sense պետք չի լարված նստել հանգիստ Ինչա ես միշտ ասում եմ պետք է կանք մի բան փոխենք այդտեղ նույնիսկ 17 տարեկանով մեկը կարողանում է մի բան փոխել հա ինձ թվում է որ այդ Քանի որ միշտ ունեցել եմ ես այդ բանը որ հանգիստ եղեք ուղակի մարդկային մարդու հետ որ խոսում է եւ ուզում ես հասկանաս ով է այդ անձը ոչ թե sense գաս փորձես like հա փորձես որ ինձ ինչ են ասելու իմ մասին բան էս այդ ամեն ինչը որ մի կողմ դնես ավելի ազատ շփվես արդեն կսկաս որ դիմացիները դա ավելի ազատ շփվում Համենայն դեպս ցեղ սերունդ փոխվել է սերունդները հիմա լրիվ դարբեր են քան նախկին սերունդները միանշանակ իրենց շփումով իրենց համարձակությամբ ճիշտ է չպետք է գարմիր գծերը անցնեն բայց շատ ժամանակ զգում ես որ երդասարտները հիմա գիտեն ոնց շփվեն գիտեն ինչպես մարդկանց հետ հարաբերություններ ստեղծեն շատ կարևոր է այդ փուլը ուրեմն դուք անցաք այդ առաջին Գազրատիպեր գոդրելու բահը ու գոհեիք Հա, բավականին։ Հա, իմ մոտ բավականին գոհ է։ Ես մի անգամից այն որ Սիրիայից գալիս են ու իրար հետ են, չէ՞, ավելի շատ մնում քլիքեր են բանանում իրանց մեջ են մնում։ Այդ շատ քիչ տևեց իմ մոտ ու մի անգամից են սկսեցի ավելի տեղացիների հետ շփվել, ընկերուհիներ ունենալ, երևի շատ մեծ օգնեց այն փաստը, որ մամաս սկսեց այբ դպրոցում ինքը դնորենուհի էր եւ ընդեղից երբ որ ինչ որ հավաքույթներ էին անում ստաֆով մանավանդ անգլերեն դասավանդող դասատուներով կամ այդ ոնց department բաժինը հա ես էլ էի գնում ու այնտեղ հիմա երկու հատ շատ մոտիկ ընկերուհի այդ ժամանակին 12 տարի արդեն շատ մոտիկ ենք այսինքն իմ ամենամոտիկ ընկերուհիները տեղացի Ինչ ճիշտ է գիտեք այդ նախ մարդիկ մեկ այդ բادرվագն են բռնում որ հա մենք իրար չենք հասկանում լեզուները դարբեր են բայց դուք էլ դենց եք չէիք հասկանում բայց ինչպես շփվեցիք այդ մարդու դեսագից է ցեր ծնողը եթե շփվում է ու փորձում է այդ ամեն ինչ անել դուք էլ եք անում ու տեսնում եք որ ինչքան չեր շրջաբադը մեծանում է թե չէ եթե պիտի մնաս նույն նախքին սպիրկահայ հայրենադարձերի հետ շատ փոքրանում է այնտեղ շփումի եւ լեզուն էլ շատ ժամանակ այդ պատճառով գփացվի եւ որ սկսում ես շփումները ինչ եք սովորում Ես ամերիկանում բան English and Communication էի սովորում բայց հետո ես հաղորդակցություն եւ անգլերեն այո journal հաղորդակցություն եւ անգլերեն լեզու բայց ես հետո փոխեցի իմ ուղղությունը on-line արեցի իմ ես հոգեբան խոսանք դրա մասին բայց դուք անգլերեն եւ բան արեցիք ուրիշ նպատակով որ հետո ինչ կդառնայի լրագրող ես իմ առաջի մտքերը այդ էին որ ուզում էի լրագրող դառնալ civil net-ում եմ internship արել սկիզբը համարը որ ստեղ եկել էի բայց հետո հասկացա որ չէ 2 տարի ամերիկանում ավարտեցի բայց հետո transfer փոխեցի ամերիկա համալսարան ու այնտեղ հոգեբանություն ավարտեցի Արցանց թե գնացիք Արցանց այսինքն դուք զգացիք որ քիչ է ցեր համար այդ լրատվական այդ մասնակցությունը ուզեցաք ավելի ընդլայնել բանը Այո ես զգացի որ իմ փուն երևի սերը կամ passion ոնց են ասում ոգևորությունը ավելի շատ հոգեբանության կամ հասկանալ մարդկանց հետ մի քիչ ուշ բայց թե չէ մի անգամից կսկսեիք բանի հոգեբանական ուսումի բայց հետաքրքրական էր այդ համել սկիզբը այդ անսումնել էր հետաքրքիր իմ համար ինչպես եկա այդ հասկացողության հետո որոշեցի որ չէ ինձ ամեն դեպքում ես ինձ ավելի շատ այդ ոլորտի մեջ եմ տեսնում Ինչ որ կդել եք վերջավորության որովհետև դա արդեն շատ հաճելի է կորձի գնալը ոչ թե զորով կորձի գնալ այլ հաճելի է կորձի գնալը
ու լավը որ կդել եք այդ արցանց բանը հետո արդեն աշխատանք հիմա ծնողքը աշխատում են դուք ավարտել եք ուզում եք նաև աշխատել Հայաստանում նաև գիրարել այդ ինչ որ սովորել եք ոնց ա եղել այդ մի քանի տարի ուսումից հետո սկսել եք աշխատելու այո իմ դեպքում մի քիչ երևի ավելի տարբեր ա եղել քանի որ իմ առաջին լեզուն անգլերենն է հայերեն իհարկե խոսում եմ բայց ոչ այդքան գրական երևի գրել կարդալել գիտեմ ամեն ինչը բայց ինձ թվում է որ ես ինձ sense անգլերենով ասում են limiting belief երևի քեզ սահմանափակող ինչ որ հավատք կամ ինչ որ միտք որ ես չեմ կարողանա ստեղ ինչ որ հայերենով անեմ իմ սեսիաները քանի որ ես սկսեցի ավելի շատ coaching էլ հետո արեցի certification Ericsson գնացի Ericsson coaching-ի բանը դպրոցը ու life coaching եմ հիմա ավելի շատ անում քան հոգեբանությունը ավելի շատ խառնորդ է neuroscience կապված coaching-ի եւ հոգեբանության հետ ես իմ ինչ որ այդ բանն եմ ստեղծել իմ ձևը իմ սեսիաները ստենց coaching-ը հրավիրվում եք ֆիզիկապես թե արցանցը ես ավելի շատ էի ուզում ասել որ անգլերենը իմ այցելուն կամ ինչ հաճախորդները ավելի ասեմ դրսից են արցանց է ունեմ ստեղ այցելուներ բայց ավելի շատ ես անգլերենով եմ ես անում իմ սեսիաները բայց ուզում եմ արդեն սկսեմ հայերենով քանի որ ինձ թվում է որ այդ փակ բանը որ այդ միտքը որ դրել եմ այդ ուղղակի վախից է գալիս կարող եմ սկսել ինչ խնդրեմ կա այնտեղ անելու իսկ դուք ինչպես է այդ հոգեբանության մեջ շատ ուղղություններ կա ոչ որ ուղղություններ դուք հիմա էտա որ life coaching-ը ավելի շատ քանի որ ես իմ ուսումը եղել է հոգեբանության մեջ այդ օգտագործում եմ coaching-ի մեջ օգտագործում եմ տարբեր մեթոդներ թեորիաներ տենց եմ մտցնում օգտագործում եմ բայց coaching-ը ավելի շատ ինչ որ հիմա որտեղ ես եւ որտեղ ես ուզում գնաս եւ ես օգնում եմ քեզ հասնես այս point-ից, այսինքն առաջի կետից երկրորդ կետ, այսինքն ավելի նպատակասլված ուղղություն է for future solution focused ենք մենք այսօր, այսինքն նպատակասլված։ Հա, ճիշտ է, բայց դուք ով ա գալիս ձեր մոտ պրոբլեմ ունեցողը թե ծրագիր ունեցողը երկուսն էլ կարան օրինակ ես ունեմ ավելի շատ այցելուներ որ տագնապային խնդիրներով են գալիս այդ տագնապային խնդիրները որ իրանց հետ քաշում այսինքն կարող է վախ ունեն իրանց պրոյեկտը սկսեն այդ ինքնավստահությունը չկա կամ այդ skills-երը գիտելիքները կամ իրանք մտածում են որ չեն կարող հենց ինչպես որ ես մտածում եմ որ չէի կարող ես ուրիշներին եմ օգնում որ իրանք հաղթահարեն բայց ես ինձ չեմ կարող դուք անցաք այդ ճանապարհով այդ ճանապարհը գարակցուց լակմա հա ճիշտ է եւ գալիս են մարդիկ որ արդեն իրանք լավ տեղ են գտնվում եւ ուզում են ավելին հասնեն ուզում են ավելի շատ անեն ավելի զարգանան իրանց ինքնավստահությունը բայց ինքնաճանաչումը կասեի բայց կա մարդիկ որ գիտեն որ sense բան կա ու թիմում են ոնց են ցես գտնում կովազդվում ասա չկովազդվում ես ավելի շատ LinkedIn-ով են ինձ գտնում ես Instagram-ով կամ Facebook-ով չեմ հրապարակում չէ ոչ մի գովազ չէ բայց ինչպես են գտնում մարդը կրումացես որ ես էս պրոբլեմ ունեմ ես գիտեք ես կիսվում եմ իմ անձնական ապրումները ես վիդեոներ եմ post-անում ամեն ինչ անգլերենով բայց LinkedIn-ի վրա ու ընդեղից եթե մեկը զգում է որ ես էլ եմ ես ինձ տեսնում ես տեքստի մեջ կամ ես վիդեոյի մեջ վայ ես էլ եմ հասկանում ես իրանք տեսնում են իմ experience փորձառությունների մեջ ու տենց դիմում են ես հիմա այդքան մեծ մարքեթինգի կամ տենց կովասի չեմ անում հա ինքը word of mouth ինչ դարիքա սերերը դղա աղջիկ 50-50 ավելի շատ իրականում Զգիստը շատ ավելի գիներ էին ինձ դիմում, բայց հիմա
հավասար է։ Հավասար է, հա։ Այո։ Ու արցանց եք անում, թե գանչում եք։ Արցանց էի սկսում անել, հիմա սկսել եմ կամած արդեն, հա, արդեն ֆիզիկապես տեղ։ Ինչ լավ է, ու նաև ունեք գայք, մեկ հատ ասեք ոնց է նաև մարդիկ գայքով ինձ գտնելը LinkedIn-ով է, մենակ Հիլդա Յակոբյան LinkedIn-ով։ Հիլդա Յակոբյան LinkedIn-ով, իսկ միջազգային գայքի հետ կապված ինչ-որ մի բան կա, որ դուք միջազգային սերտիֆիկացում ունեք։ Այո, International Coaching Federation-ի սերտիֆիկացված եմ, այդ հոգեբանության այդ ուղղության մեջ։ Հոգեբանությունի հենց coaching-ի մեջ։ Coaching-ի, հա։ Այո, բայց իմ ճանապարհը եւ անձնական երևի փորձառությունը ավելի ասեմ, դա էլ է շատ, ինձ որ PhD ունենա։ Ու իսկ հիմա շատացել են ամենատեպս coaching-ի հետ կապված կամ խորհուրդներ տվող, չգիտեմ, ինստիտուտներ կամ Ատենա եւ այլն, ինչպես է իրար հետ համագործակցում են բոլորը, թե ամեն մարդ իր ուղղությունը բռնա։ Գիտեք ոնց է, ես այնքան չեմ մտել ստեղի այդ աշխարհի մեջ։ Ես մի քիչ ավելի իմ արցանց աշխարհի մեջ էի մնացել։ Հիմա է որ չէ, ես չեմ համարում որ ճիշտ է։ Նաև այդ լինի։ Այո, շատ եւ գիտեք հիմա ավելի շատ որ խոսում եմ ավելի տեսեք իմ երբ որ սկսեցի ավելի շատ բաց խոսել հոգեբանության հետ կապված կամ իմ անցած ճանապարհը տագնապային խնդիրների հետ, այսինքն պանիկետ խոճապային խանգարումներ, այդ որ ես անցամբ ապրել եմ, ավելի սկսեցի դրանց մասին խոսել, ինչի համար, քանի որ իմ նպատակը ստեղ որ ավելի կարողանանք ավելի բաց խոսենք այս նյութերի մասին, այս թեմաների մասին։ Մարդկանց օգնենք, որը շատեր կան ունեն, բայց ոչ մի մարդ չկա իրենց ուղղություն տալ, այո, եւ մանավանդ երբ որ ես սկսեցի ավելի շատ բարձրաձայնել այս ամեն ինչի հետ կապված, սկսեցին այդ ձևով մարդիկ ինձ դիմել։ Ես ոչ դրա համար ես գովաս կամ բան պետք չունեցա ունենալ։ Այս որ ասում եք արցանցով գաբնում են, դրանք ստեղ ապրող մարդիկ են, թե դրսից էլ հայեր կան, որ դուրսն են։ Հայեր դուրսը, բայց ստեղի ապրողներ կան, որ թիմում են։ Այո, հիմա արդեն սկսել են ավելի շատ, քանի որ հիմա ավելի հայերենով եմ սկսել։ Հիմա դակնապներն են շատացել էս վիճակներով մանխան պատերազմից հետո, տնտեսական վիճակը շատերի դժվար է եւ այլն, ու դա ծեր շնորհիվ օգնում է։ Ու ինչքան է դեվում գա ժամանակ, որ ասում եք ես մի ամսվա մեջ ցեզ հետ 10, չգիտեմ, նիստով կարողանում օգնել, թե չկա այդպես։ Տեսեք, գիտեք ոնց է, ավելի շատ ես հիմա այդի շատ կարա sensitive topic լինի, այսինքն մի քիչ այտենց զգայուն թեմա լինի, ինչի համար, քանի որ հոգեբանության մեջ ստեղ մանավանդ ինչ որ նկատել եմ, պիտի դա լինի, պիտի կարողանաս ասես, այսինքն տեսնես այս մարդը ինչ որ խնդիրով է գալիս, ասենք թե ինչ որ ֆոբիա է կամ չգիտեմ ինչ, ասենք հենց տագնապային խանգարում, սոցիալական տագնապ։ Երևի հա, սոցիալական տագնապ, այսինքն շատ են մտածում կամ շատ մտահոգվում են, որ բա որ սենց, բա որ տենց, բա որ ինձ չհավանեն, ինչ ոնց խոսեմ, ոնց ինձ պահեմ, այդ տագնապը առաջանում է շատերի մոտ, հիմա դա շատ տարածված դերահասների մոտ մանավանդ արդեն սկսվում է, մոդենում են, թե ծնողն է հորդորում կամ ոնց է օրինակ։ Դերահասների հետ ես անձամբ չեմ աշխատում, ես ավելի մեծահասակների հետ եմ աշխատում, բայց հա արդեն հիմա երեխեքի մոտ էլ շատ տարածված է, որ հոգեբանի տանեն, որը ինձ է շատ լավ է, մանավանդ որ հիմա դպրոցներում էլ են հոգեբաններ Թեկուս միան խոսելու, եթե նույնիսկ եթե շատ զարգացած չի։ Այո, որ այդ ավելի շատ կանխարգելի երևի։ Այո, մեծահասակ լինելուց առաջ կանխարգեն, քոնե խոսան, քոնե գիսվեն։ Այո, գիսվեն, այդ լիցկաթափվեն, հասկանան այդ էմոցիաների հետ ոնց վերաբերվեն, ոնց անեն, ինչ անեն, այդ ջղայնություն լինի, տագնապ լինի, ֆրուստրացիա լինի, բան լինի, բայց այդ ոնց սովորեն այդ
tool-երը ոնց է, այսինքն այդ ձևերը, որ միջոցները, որ հետո ավելի խնդիր չդառնա, չկուտակվի իրանց մեջ չմնա ու հետագայում ավելի լուրջ խնդիր չդառնա։ Ստեղ ես հիմա զգում եմ, չգիտեմ, ես բնակավարում շատ ծանոթ չեմ, բայց զգում եմ, որ այդ բահերը, որ մարդիկ դուն են գալիս հիմա, ու մարդիկ հերախոսի մեջ են մտնում, ծնողներն են նաև, ու նույնիսկ չեն լսում երեխեքի պատմության նույնիսկ եսը չեն լսում, որով իրենք հերախոսի մեջ են, այս հարցը նաև ցակուման դեղից։ Ծնողներ ջան, դուք սկսեք մի հատ լսել երեխաներին, կարող է մի հատ խնդրեմ ունի, որ ինքը ուզում է պատմի, բայց դուք լսելու ժամանակ չունեք, կամ լսում եք եսը ու հերախոսն եք վերցնում, ստեղից է սկսում այդ ամեն ինչը, եթե դուք կարողանաք հետը խոսալ, կիսվել, հաստատ կիմանաք բաժարներն ու լուծումները, մինչև հասնելը հոգեբանների, որովհետև դան մեջ ծնողները շատ հարցեր կլան ուզել, բայց հիմա զգում ես, որ գալիս են, ոչ ոքի հետ չի խոսում, նստում են ամեն մարդ իր աշխարհի մեջ է մտնում, հետո բարի քիշերն ասում ու քնում են, ստեղ պետք է ուշադիր լինեն ծնողները։ Եթե դենց ընդհանրապես երեխա չպիտի ունենա մեկը, եթե չես ուզում երեխեքի պատմությունները լսել ու գիսվել իրենց հետ, իրենց խնդիրները։ Իսկ կորձ շատ լավ է, ինչ ենք անում կորձից հետո Հայաստան, մարդիկ լսում են դրսից ուզում են որոշեն գալ, Հիլդան ինչ է անում, կորձից հետո գան շատ բաներ ստեղ անելու, ինչպես շատ հյուրեր են ասում, դուք ինչով եք զբաղվում կորձից հետո։ Շատ բան ասենք չսկսել Քիչ է դիմա ձեր ծնողներ բավական կազմակերպչականի մեջ են բավականին ակտիվ ինչ կա բան որ դուք եք անում որ մարդիկ տեսեն ասեն նա ինչ լավ է իր Հիլդայի կյանքը թե երեգոյան գիտեք ինչ ես մի հատ հետաքրքիր բան կա որ ես շատ եմ լսում բայց դուք ամերիկյան բադագությունը հա քաղաքացի եք բայց ինչի եք ստեղ մնում Ամերիկա ինչ կյանք ինչ social life ոչ մի բան չկա անելու այնտեղ ամեն մեկը գործ աշխատանքի գնում է վերադառնում է տուն ու այս process weekend-ը ոչ այսինքն հա կարող է ինչ որ մեկը մեկին հանդիպի բայց ժամերով պետք է քշի ինչ որ ճանապարհ գնաս որ տեսնես քո ընկերոջ ստեղ շատ այդ կյանք կա քաղաքում մանավանդ, այսինքն իմ տարիքի համար նույն օրը ծրագրես, նույն օրը որոշես, նույն օրը դեսնվես։ Ու սպոնտան sense ամեն ինչ կրակ կա, բան կա, աշխուժություն կա քաղաքում եւ այսինքն ոչ թե բագաս ընդհանրապես եւ ով ինչ ուզում այսինքն տարբեր նյութերի տարբեր ոճերի հետ կապված շատ այսինքն շատ արվեստական ընդեղել այսինքն տարբեր տեսակների այսինքն կաֆեների իհարկե պակաս չկա արդեն գավիշտ կարա զանգես կես ժամ հետո հանդիպես նաև ամենալավը համերգներից հետո կաֆեին գնում համերգները անձայրածիր բալետից բռնած մինչև ջազը մինչև ռոքը մինչև հայկական ազգագրական ամեն ինչ ունես մի շաբաթվա ընթացքում դու որոշի որտեղ ես ուզում գնաս այո մեկ լինում է որ այնքան նույն ժամանակ բաներ կան որ ուզում եմ գնալ հաճախել չի ստացվում ասում օքեյ ես քանի որտեղ պետք է լինեմ բարեբախտաբար հետո կրկնվում է մի ամիս կամ երկու ամիս հետո ֆիքսում ես այդ օրը շուտով դոմս ես անում մեկ արդեն վերջին օրը դոմս էլ չես գտնում ոչ մի համերգների իսկ իլդա դուք նաև ունեք ծանոթներ վստահ բարեկամներ էլ ունենաք արտասահմանում ծեր օրինակը տեսնելով ուզում են գալ կամ եղել է օրինակ որ ծեր նման մարդիկ ծեր ծանոթներից հայրենադարձ են ցեզ տեսնելով շատերը այո որ արդեն մենք սկսեցինք մեր ընտանիքից ավելի անդամներ գալ Հայաստանում հաստատվել Սիրիայից, Եվրոպայից, Ամերիկայից, Կանադայից շատ տեղերից եկել են ուրիշները սկսեցին ասել օքեյ գալիս էին մեզ ստեղ տեսնում էին ոնց է քանի որ իրանք մենակ տեսել էին ամառները ստեղ հա ամառը հաճելի է միշտ հաճելի է չնայած այդ շոքին մեկ անտանելի է լինում բայց հետո սկսեցին տեսնել որ ինչքան այդ
անմիջականություն ոնց միջականություն մարդկանց այդ հարազատությունը հենց տաքությունը որ մարդիկ այնտեղ ընդհանրապես այնքան են դրան կարոտած ու այնքան է այնտեղ ավելի շատ գնալով վերանում ու ստեղ ես դրա համար շատ եմ սիրում քանի որ ես շատ ընտանեկան ընկերական որ լինել այդ ջերմ community միջավայրի մեջ շատ ճիշտ է այդ բոլորը ասում են մեր Հայաստանի ամենալավ գեդերից մեկն է այդ որ բագասումը արտասահմանում դուրս ամեն ինչ շատ գեղեցիկ է ամեն ինչ շատ լավ է բայց սա բագասումը ուզեն կամ չուզեն ու երթանեն ավելի շատ սրանում դրա հարցը ու մենք նաև վերջում հարցնում ենք ինչն են ծեր երազանքները պլաները հետագա այս երկրում ինչ է ուզում լինի ինչ է ուզում անել Իմ ամենամեծ երևի նպատակը ստեղ ասել էի մի սկիզբը որ ես շատ եմ ուզում որ ստեղ ավելի հասկացվի հոգեկան առողջությունը նենց բան որ ոչ թե մինակ հոգեկան խնդիրի պակաս հոգեկան առողջության հետ զբաղվելը այսինքն դու քեզ հասկանալ, զարգացնել, տարբեր բաների մեջ սորվիլ, դու քեզ կոմֆորտ զոնայից դուրս հանես, դու քո վրա աշխատես, հասկանաս քո ինքդ, որ կարողանաս ուրիշին էլ հասկանաս, իրանց ապրումները ոնց են իմ երևի ամենամեծ նպատակը որ Էդի դարձնել նորմալ, այսինքն դարձնել սովորական մի բան, ինչպես որ մենք մեր այսինքն էդի արդեն հոգեկան հիգիենա ոնց որ լինի, մենք հոգեկան հիգիենայով, ինչպես որ մենք անում ենք, այսինքն ֆիզիկական ատամների, ու էսի շատ կապում եմ եւ հիմա New Norm application-ը հավելվածի ներկայացուցիչն Հայաստանում, այո։ Ինչա New Norm-ը։ New Norm-ը հավելված է, որ ինքը հենց միջոց է հոգեկան զարգացման support աջակցելու համար։ Քեզ խոսում են հետը թե գարտում ես։ Այո, կարող ես խոսալ, գրել, իր հետ խոսել։ Մարդիկ թող մտնեն, թող շփվեն։ Անպայման, ինքը New Norm-ը, ինքը հայերենել է խոսում, բարբարել է տարբեր բարբար, ահա, մեր Դիանա Օգանեսյանը, մեր CEO-ն, Լենականից է, Գյումրիից է, ինքը Լենականի բարբարով սկսի գրել ու հասկանում է նորմը։ Մարդիկ արդեն օգտագործում եւ ինչի եմ ուզում ինչի եմ սրա մասին խոսում, քանի որ երբ որ Դիանային հետ ծանոթացա, մեր նպատակները հետագայի Հայաստանի հետ կապված, որ դարձնենք Հայաստանը ոչ թե մինակ այն որ միշտ խոսում են տրավմատիկ այդ բահերով, այո, կա այդ intergenerational trauma-ն, որ ասում են, որ ժառանգել ենք, բայց մենք ժառանգել ենք այդ ուժը, resilience-ը, ոնց չգիտեմ ոնց կասեն էդի հայ։ Այսինքն ցանկությունը, նպատակասլացությունը։ Կարող է լինի նպատակասլվածությունը եւ ուզում ենք այդ կանխարգելի միջոցները եւ դու քո վրա աշխատելը դառնա նորմալ։ Հենց երևի անունը New Norm։ Ես եզրակացնեմ այս ամեն ինչը, դուք ուզում եք նաեւ որ մարդիկ իմանան որ հիվանդությունները ստեղից է սկսում, որովհետև հոգեկանը լավ չի, թունել հոգեկանիդ վրա չես աշխատում, հետևաբար իմունիտետդ ընկնում է։ Իմունիտետդ հենց ընկավ ցանկացած հիվանդություն, գրիպից սկսած մինչև բոլոր մյուս հիվանդությունները անպայման այցելում են քեզ։ Դրա համար պետք է ուժեղ լինել։ Այո։ Ու մարդիկ միշտ թրագան լինեն։ Մենք ունենք խնդրեմ թրագան լինելու Հայաստանում, ես առաջին որ եկա, մինչև հիմա էլ զգում եմ այդ շուտով ժխտական պատասխանները ոնց է սկսալ, որ մարդիկ ոչինչ են ասում, ոչինչը թրագան բան չի, կամ ասեն խառը, կամ ասեն յոլա, կամ ասեն սենցել մնալավա, միշտ մարդ քիչ մարդ է ասում, ասում շատ լավ եմ։ Թեկուզ այդ բանը լավ չի լինի, բայց իրեն մոտիվացնում է։ Հասնենք մի օր որ բոլորին հարցնես ոնց ես ասում են, շատ լավն է։ Շնորհակալ եմ շատ։ Ես էլ եմ շատ շնորհակալ։ Հիլդա ջան, այս լավ զրույցի համար, հույսով եմ մարդիկ լսեցին, օրինակ դառնակ ուրիշներին ու հասնենք այդ երազանքի Հայաստանին, որ բոլորս երազում ենք։ Շնորհակալություն։